Հազարամյակներ շարունակ արիության ու ռազմարվեստի փառավոր ավանդույթների շնորհիվ հայերը կարողացան դիմակայել, պահպանել պետականությունն ու ազգային ինքնությունը աշխարհի թերևս բարդագույն տարածաշրջանում, որը պատմության ընթացքում փաստացիորեն ամենաշատն է ենթարկվել տարատեսակ զավթիչների հարձակումներին ու ավարարությանը։ Սակայն միայն բուն հայրենիքը չէ, որի պաշտպանության գործին ծառայեցին հայ զինվորի բազուկն ու ռազմական մտքի հանճարը։ Հայերն իրենց անփոխարինելի վաստակն ունեցան նաև օտար բանակների դարակազմիկ հաղթանակներում, վերահաստատելով գերազանց մարտիկների աշխարհահռչակ համբավը։ Հնդկաստանի մարշալ, Բենգալիայի ռազմական ուժերի գլխավոր հրամանատար Գորգին խանը ավազան է անունով Գրիգոր Հարությունյան։ Ծնվել է 1730 թվականին Պարսկաստանի Սպահան քաղաքի Նոր Ջուղա հայկական թաղամասում։ Դեռևս երիտասարդ հասակում մեկնել է Հնդկաստան եւ հաստատվել Բենգալիայի Մուշիդաբադ քաղաքում, ուր զբաղվել է կտորեղենի առևտրով։ 18-րդ դարում Հնդկաստանը գրեթե ամբողջությամբ գրաված բրիտանական կայսրությունը համատարած տրկացման ու բնակչության կեղեքման քաղաքականություն էր վարում այդ հնագույն երկրում, ինչը աստիճանաբար հնդիկ վերնախավի ու հասարակ ժողովրդի մեջ ընդվզումի տրամադրություն էր բորբոքում։ Բրիտանացիների անօրինություններից տուժում էին նաև Հնդկաստանի հայ վաճառականներն ու արհեստավորները, որոնց բնականոն կյանքն ու աշխատանքը խաթարում էր տխրահռչակ օստ-հնդկական ընկերությունը, որի միջոցով էր փաստացի իրականացնում բրիտանական թագավորությունը նվաճած տարածքների կեղեքումը։ 1760 թվականին Բենգալիայում ժողովրդական ապստամբություն է սկսվում Հնդկաստանի թագավոր Շահ Ալիմի տեղապահ Միր Քասիմի առաջնորդությամբ։ Վերջինիս միանում է նաև վաճառական Գրիգոր Հարությունյանը, որ մինչ այդ արդեն սերտ բարեկամական կապեր էր հաստատել տեղի հնդիկ վերնախավի հետ։ Գրիգորի անմնացորդ նվիրվածությունը, գիտելիքները, ինչպես նաև կազմակերպչական փայլուն ձիրքը հաշվի առնելով, Միր Քասիմը անմիջապես նշանակում է նրան ապստամբության ռազմական ղեկավար եւ բենգալական զորքերի գլխավոր հրամանատար, շնորհելով Գորգին խան պատվանունը։ Իրավիճակը Գորգին խանի համար ծայր աստիճան ծանր էր այն պատճառով, որ իրականում բենգալական բանակ գոյություն չուներ, այլ կային եղաններով ու տապարներով զինված ապստամբների անկազմակերպ խմբեր, որոնց շուտով պետք է մարտի հաներ աշխարհի թերևս ամենաուժեղ ու գերազանց սպառազինված բրիտանական բանակի դեմ։ Եվ Գորգին խանը վճիռ է կայացնում կարճ ժամանակում բառացիորեն զրոյից կառուցել բենգալական կանոնավոր բանակը։ Առաջնահերթորեն նա զինագործական արհեստանոցներ է հիմնում, ուր հրավիրում է գերազանցապես հայ վարպետների, որոնց ղեկավար է կարգում Հնդկաստանում հայտնի հայ զինագործ Խոջա Շահնազարին։ Վերջինի շնորհիվ բենգալական բանակը շուտով ստանում է հրացաններ, որոնք ինչպես վկայում են ժամանակի բրիտանական իսկ աղբյուրները, որակապես գերազանցում են կայսերական բանակում կիրառվող հրազենին։ Նաև Խոջա Շահնազարի շնորհիվ արտադրական հոսքի են դրվում հրանոթներ, որոնցից ամենամեծը Զամզամա անունով պահպանվել է մինչ օրս ու ցուցադրության է դրված Լահոր քաղաքի թանգարանում։ Մինչ զինագործները լծվել էին սպառազինությունը պատրաստելու գործին, ինքը Գորգին խանը զորավարժություններ էր անցկացնում եւ սովորեցնում հնդիկ զինվորներին կռվել ժամանակակից պատերազմների կանոնների համաձայն։ Այդ գործում նրան օգնում էին ազգությամբ հայ սպաներ, թվով շուրջ 100 հոգի, որոնց միջից հայտնի էին Գրիգոր Այվազյանի, Մկրտիչ Զաքարյանի, Մարգար Հովհաննիսյանի, Նիկողայոս Երևանցու անունները, ինչպես նաև Մարգար Քալանթարյանի անունը, ով մինչև Հնդկաստան գալը ծառայել էր հոլանդական բանակում եւ գեներալի կոչում ստացել այնտեղ։ Գորգին խանի կազմավորած բանակը բաղկացած էր 40,000 մարտիկից, որոնցից 15,000-ը հեծելազորայիններ էին, իսկ 25,000-ը հետևակային։ Բացի այդ նա կարգել էր նաև թնդանոթային մարտկոցներ, իսկ ամբողջ զորքը բաժանել թվով 12 գնդի։ Այդպիսով չափազանց կարճ ժամանակամիջոցում բենգալական բանակն արդեն պատրաստ էր պատերազմի եւ այն սկսեց իր առաջին հաղթանակները նվաճել բրիտանացիների հետ մղվող ճակատամարտերում։ Ապստամբները մեկը մյուսի հետևից ջախջախում էին բրիտանական զորագնդերը եւ հետզհետե մաքրում երկիրը նվաճողներից։ Նրանց հաջողվեց մեծ տարածքներ ազատագրել բուն Բենգալիայում, ինչպես նաև Բահար եւ Օրիասա նահանգներում։ Բրիտանացի պատմաբան Մարշմանի վկայությամբ այդ բոլոր հաղթանակների համար Միր Քասիմը եւ թագավոր Շահ Ալիմը պարտականային հայազգի զորավար Գորգին խանի ռազմական հանճարին։ Սակայն Սանտա Դարիա հարթավայրում Գանգես գետի վտակներից մեկի մոտ Գորգին խանի զորքերը առաջին անգամ պարտություն կրեցին, բայց նա ամենևին չընկճվեց կրած անհաջողությունից ու վերախմբավորեց իր ուժերը նոր հարձակում սկսելու համար։ Բրիտանացիները հասկացան, որ ունենալով Գորգին խանի պես հմուտ հակառակորդ, իզորու չեն հաջողության հասնել Բենգալիային, ուստի փորձեցին սիրաշահելով նրան քաշել իրենց կողմը։ Այդ գործում միջնորդությունը ստանձնեց Գորգին խանի ավագ եղբայր Պետրոս աղան, ով ի սկզբանե բրիտանացիների կողմնակիցն էր։ Նրա բրիտանացիների կողմը անցնելու հորդորներով նամակին Գորգին խանը պատասխանել էր կտրուկ մերժումով, ասելով թե ինքը ճշմարիտ հայ է եւ մինչեւ վերջ հավատարիմ կմնա նրանց, ում տվել է այդ հավատարմության երդումը։
Հենց այդ նամակագրական կապն էլ Գորգին խանի դավադիր սպանության պատճառն է դարձել։ Ըստ մի վարկածի, նրա սպանության պատվերը տվել էին բրիտանացիները, համոզվելով, որ Գորգին խանը հրաժարվել է համագործակցել իրենց հետ։ Մեկ այլ վարկածի համաձայն նրան թրատելու հրամանն արձակել էր Հնդկաստանի թագավոր Շահ Ալիմը, ով չարաբաստիկ նամակի պատճառով կասկածել էր Գորգին խանի հավատարմությանը, սակայն հաշվի առդերը տեսնելուն պես անմիջապես փոշմանել էր իր արարքի համար։ Փաստը միայն այն է, որ Գորգին խանին մի խումբ դավաճան զինվորներ թրատել էին 1763 թվականի սեպտեմբերի 9-ին Տելիպուրայի իր բանակատեղիում։ Նրա հուղարկավորության արարողությունը անց է կացվել մեծ շուքով, եւ նա միակ քրիստոնյան էր, որ արժանացել էր վերջին հրաժեշտի սիկհերի ռազմական արարողակարգի կանոններին համաձայն։ Գորգին խանի դավադիր սպանությունից հետո բենգալիական ապստամբությունը պարտություն կրեց եւ 1769-1770 թվականներին բրիտանացիները ի պատասխան անհնազանդության ցեղասպանական գործողություններ իրականացրին Բենգալիայում, որոնց ընթացքում ոչնչացվեց հնդկական այդ աշխարհամասի բնակչության 30%-ը, շուրջ 10 միլիոն մարդ։ Այժմ, ինչպես Բենգալիայում, այնպես էլ ողջ Հնդկաստանում հիշում եւ արժանին են մատուցում հնդկական ազատագրական պայքարի ամենանվիրյալ եւ եռանդուն գործիչներից մեկի անվանը եւ հիշատակին, ով օտարազգի էր եւ օտարադավը։ Եվ դրա լավագույն ապացույցը Նյու Դելիի հրապարակներից մեկն է, որ կրում է Գորգին խանի անունը եւ որի մյուս անունն է Արիության հրապարակ։